Ադրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար քառորդ դար այդ երկրի գորշ կարդինալ Ռամիզ Մեհդիևին 3 ծանր հանցագործության մեջ են մեղադրում։ Պետական դավաճանություն, իշխանության զավթման փորձեր, սեփականացրած գույքի հանցավոր ճանապարհով օրինականացում։ Մեհդիևը 1995-ից Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնն էր զբաղեցնում։ 2019-ին նախագահ Իլհամ Ալիևը նրան այսպես կոչված պատվավոր թոշակի ուղարկեց, անգամ իր հոր անունով շքանշանով պարգևատրեց։ Մեհդիևը նշանակվեց Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահի պաշտոնում, այս ընթացքում նրան սկսեցին մեղադրել խոշոր չափերի յուրացումների մեջ։ Նրան իջեցրին այդ պաշտոնից մինչև ակադեմիայի կազմում գործող ակադեմիական հանրագիտարանի կազմման խորհրդի ղեկավար, իսկ հետո էլ հեռացրին անգամ այդ պաշտոնից, նշանակելով ընդամենը խորհրդի անդամ։ Բաքվում փակվում է ռուսական տունը, կառույցը մեղադրվում է Ռուսաստանի օգտին լրտեսելու համար։ Լուրեր են տարածվում, որ Ադրբեջանում ռուսական լրտեսների ցանց է գործում, որ ղեկավարում է հենց Մեհդիևը։ Չնայած այս մեղադրանքներին Մեհդիևն ու իր ընտանիքը շարունակում էին Ադրբեջանում ամենաազդեցիկ կլաններից մեկը մնալ։ Վարկածներից մեկի համաձայն Մեհդիևի ձերբակալությունը պայմանավորված է ընդդիմադիր առաջնորդ Ալի Քերիմլիի գործողությունները ֆինանսավորելու եւ երկրում ռազմական հեղաշրջում անելու փորձով։ Սակայն հիմնական վարկածով Մեհդիևը պատրաստվում է Ռուսաստանի աջակցությամբ իրականացնել պետական հեղաշրջում։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Մեհդիևը փորձել է օգտվել ազալ ինքնաթիռի կործանման պայմանավորված ռուս-ադրբեջանական լարվածությունից։ Նախկին գորշ կարդինալը նույնիսկ ժամանակավոր պետական խորհուրդ է ձևավորել Ալիևին տապալելուց հետո այն գլխավորելու հեռանկարով, իսկ խորհրդի կազմը համաձայնեցրել է ռուսների հետ։ Սակայն ըստ ԱՊԱ գործակալության ռուսական կողմն ինքն է մատնել ադրբեջանական կողմին Մեհդիևի ծրագրի մասին Դուշանբեում կայացած հանդիպման ժամանակ։ Ի դեպ, ըստ որոշ աղբյուրների, Ռամիզ Մեհդիևի կինը հայկական ծագում ունի։ Անի Հովհաննիսյան, Reopen Media։